Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵՏՄ գծով գործընկերների հետ Երևանի կայացած տնտեսական հարաբերությունների վերանայմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հավելելով. «Հավանաբար դա բավական ցավոտ գործընթաց կլինի»։ Գալուզինը նշել է, խոսքն այն մասին չէ, որ Ռուսաստանը կամ էլի ինչ-որ մեկը կցանկանա Հայաստանին բացառել կամ վնաս պատճառել մեր զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում։ Պարզապես օբյեկտիվորեն Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է, շեշտել է ռուսաստանցի պաշտոնյան։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունում տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ առկա են։ Անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Որպես Բաքվի մեկ այլ պայման նա նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, հավելելով, որ այդ կառույցի գործունեությունը շարունակելու Հայաստանի շարունակական ջանքերը հարցեր են առաջացնում ադրբեջանական կողմի մոտ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, հորդորելով խրախուսել Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից։ Դեսպանատան տարածած հայտարարությունում նշվում է, եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը։ Բոլորի համար ուղերձը պարզ է, հետևեք օրենքին եւ մի վտանգեք ձեր անվտանգությունը, ընտանիքը կամ ձեր ապագան, ասվում է դեսպանության հայտարարությունում։ Ուկրաինական Սումի քաղաքի վրա ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։ Երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ սպանվածների թվում 2 երեխա կա։ Միջադեպի հետևանքով տուժել է նաև առնվազն 117 մարդ, այդ թվում 15 երեխա։ Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել մարդաշատ վայրում, քաղաքի կենտրոնում, այն ժամանակ, երբ շատ ուկրաինացիներ եկեղեցի էին գնում ծաղկազարդի տոնին։ Ուկրաինայի Միացյալ Նահանգների Եվրամիության ՄԱԿ-ի առաջնորդները դատապարտել են տեղի ունեցածը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հարձակումն անվանել է միջազգային իրավունքի բացահայտ խախտում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ռուսական հարվածը Սումիին սարսափելի բան է։ Բեռլինը պատրաստ է Տաուրուս հրթիռներ փոխանցել Ուկրաինային, հայտարարել է Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նա դատապարտել է Ռուսաստանի հրթիռային հարվածը Սումիին, այն անվանելով ռազմական հանցագործություն եւ ընդգծել, որ Ուկրաինան պետք է միջոցներ ստանա նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու համար եւ Պուտինին ստիպելու զիջումների գնալ։ Մերցը հաստատել է պատրաստ է մատակարարել Տաուրուս հրթիռները, եթե դա համաձայնեցվի եվրոպացի գործընկերների հետ։ Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լոռու մարզում տեղում է ձյուն, Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ Ռուս-վրացական սահմանի վերին Լարսի անցակետ տանող Ստեփան Ծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։